Yukon Fellowship ինկուբացիոն ծրագրի նպատակն է աջակցել կանաչ նորարարների նոր սերնդին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ շրջակա միջավայրի կայունության ապահովման համար։ Yukon-ը եւ Impact Hub Երևանն ամփոփեցին ծրագրի 2025 թվականի արդյունքները։ Մենք շատ հավատում ենք, որ այս ծրագրերը, որ ներկայացվում է մեզ, որը մենք տեսնում ենք, ականատես ենք լինում, անպայման իրանցից մի քանիսը, ու խոսքը միայն այս տարվա մասին չի, նախորդ տարիների մասին է եւ ապագայի կալիք տարիների մասին է, որ այս ծրագրերից մի քանիսը դառնալու են ինչ որ ցկողական ուժ, որը մասնակցություն ունենալու է ավելի մաքուր ապագա շրջակա միջավայր, էկոլոգիական պահպանված կանաչ մտածելակերպի խրախուսման եւ առաջ տանելու զարգացման այդ գաղափարի առաջ տանելու մեջ։ Yukon-ի նման պարտներ ունենալը շատ կարևոր է, որովհետև դա իրանց միսիայի եւ Impact Hub-ի միսիայի մեջ է ու իրար ոնց որ լրացնում են։ Ծրագրի տևողությունը 1 տարի է։ 9 նորարարական ստարտափներ մասնագիտական ժյուրիին ներկայացրին այդ ընթացքում մշակված իրենց նախագծերը, գրանցված առաջընթացը եւ կայուն զարգացմանն ուղղված լուծումները։ Eco Habits, Zenith Academy, Grant Legacy, Resoma, Be Green 2025 թվականի ծրագրի մասնակիցների թվում էին մի շարք հեռանկարային նախաձեռնություններ, որոնք ներառում են կանաչ նորարարության լայն շրջանակ։ Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսական օրգանական թափոնների վերամշակում եւ ստացված արդյունքը կենսահամուսի տեսքով ինքը հանդիսանում է եւ պարարտանյութ եւ նաեւ հումք պարարտանյութի արտադրության համար։ Խնդիրներից ելնելով ծնվեց Resoma խաղայնացված բնապահպանական էկո հարթակը, որտեղ աշակերտները սովորում են ոչ միայն կառավարել թափոնները, այլ նաեւ կատարել իրական գործողություններ։ Մասնակիցները ստացել են անհատական քոուչինգ, մենթորների աջակցություն, ինտենսիվ ուսուցում եւ համագործակցության լայն հնարավորություններ։ Երկար քննարկումներից հետո ժյուրին հայտարարեց 3 հաղթողների անունները։ Նախաձեռնությունների զարգացման հաջորդ փուլը սկսելու համար հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 400,000 դրամ ֆինանսական աջակցություն։ Yukon Fellowship-ը ինձ համար շատ ավելի հանգիստ կրթական process էր, քանի որ մասնագետները շատ ճշգրիտ ընտրված էին թե բիզնեսի զարգացման համար, թե ինքնազարգացման տարբեր մեթոդները, որ մենք ուսումնասիրեցինք։ Երբ լսեցի Be Green-ի անունը, բնականաբար մեծ ողջավորվածությամբ ընդունեցի այն, քանի որ սպասված էր, սիրով էր եւ մեծ աշխատանք էր արված, որպեսզի հասնենք նաեւ այս հաղթանակին։ Արդեն երկրորդ տարին իրականացվող Yukon Fellowship ծրագիրը Yukon-ի եւ Impact Hub Երևանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքն է։ Այս հաջողությունների հիման վրա Yukon Fellowship ծրագրի 3-րդ փուլը կմեկնարկի 2026 թվականի ապրիլին։ Հայտերի ընդունման մեկնարկի մասին լրացուցիչ կհայտարարվի։